Մուտքագրում եմ KillZibil hashtag-ը, փնտրում եմ ինֆորմացիա այդ hashtag-ով ու արդեն կան բավական մեծ քանակությամբ պուբլիկացիաներ։ Որտեղ ինչ աղբ տեսնեն բնակիչները լուսանկարում եւ KillZibil hashtag-ով տեղադրում են սոցցանցում։ Ապրիլի 29-ին սկսվելու է համահայկական շաբաթօրյակը։ Կամավորները կսկսեն մաքրել հենց այդ վայրերն ու Երևանի 10 այգիներն ու պուրակները։ Երեք ինձ զանգում են, ասում են մեր դպրոցի ես ինչ դասարան մասնակցում եմ, բայց հետո սաղ դպրոցը մտածել է, ասել է, բա ինչի մենք ամբողջ դպրոցով չենք մասնակցում։ Նամակ են գրում, ասում են մենք այս ինչ ինստիտուտի ուսանողները, դասախոսները, անձնակազմը բոլորս դուրս են գալիս այս հատվածը մաքրելու ենք, այստեղ մարդ չուղարկեք։ Կազմակերպիչների խոսքով իրենց նախաձեռնությունը նաև քարոզչական նպատակ ունի, այդպես ցանկանում են մարդկանց սովորեցնել, որ պետք է մաքուր պահել իրենց միջավայրը։ Մասնակցածները կստանան պոլիէթիլենային տոպրակներին փոխարինող դիմացկուն պայուսակներ։ Վերջում բոլորին նվիրել ենք այսպիսի տոպրակներ, սա կտոր տոպրակներ են, որ մարդիկ սրանով գնան խանութներ, առևտրի, փոքրիկ ինչ-որ առօրյա եւ հրաժարվեն պլաստիկի տոպրակներից։ Կազմակերպիչները համաձայնություն են ձեռք բերել աղբանության ծառայություններ մատուցող Sanitec ընկերության հետ։ Կուտակված աղբը վերջում Sanitec-ի աշխատակիցներն են տեղափոխելու։ Վիտալի Գրիգորյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։